Կփարավենք ցեզի այսօր 3 շաբթի է եւ պիտի շարունակենք հայտնություն Հովանու 10-րդ գլուխ 11-ն 18 համարները։ Բարև Պիտեր, Բարև Գարին։ գուզես գարտամ Այո, անշուշտ, ամիջապես ուրեմն սկսենք մեր սուկիկի հատվածով էկրանի վրա հիմա գարձեմ Երևա։ Այո, դու արդյոք ըսելիք ունեիր, ես ամիջապես ընթերցելու անցա, ըսելիք μου ունիս։ Այո, ուզում եմ ասել, որ անցյալ անգամ մենք երբ որ հայտնության 13 գլուխը մեկեն մինչև 10 համարները նայեցանք, մեկ համար մը գար, որ այդ համարի վրա գուզեմ նորեն շեշտը տնել չշարունակած, այդ համարի մեջ 9-րդ համարն էր գսե, եթե մեկը ական չունի, թող լսե։ Այսինքն եթե գիշենք հայտնության երբ որ երկրորդ եւ երրորդ գլուխները կգարտայինք 7 անգամ գտնվեցավ այս ասացվածը ամորական չունի թող լսե Սուրբ Հոգին ինչ գսե եկեղեցիներուն հիմա այս կշարունակվի որ հավատացյալներուն գսե որ այս խոսքերը Հովաննես գրած է հանունք որ հավատքի մեջ են եւ այս գլուխում մեջ նորեն գշեշտե որ պետք ունենք շատ ուշադիր լսելը միջոցն է, որում միջոցով մենք ճշմարտությունները կգիտնանք, որում կարողանանք զանազանել սուդը ճշմարտություն են եւ ոչ միայն լսել, այլ Հիսուս ինչպես ասավ Մատթեոսի ավետարանի մեջ 11-15-ի մեջ նա լսավ, որ երանելի են անոնք, որ ոչ միայն գլսեն, այլ կգադարեն Աստծո խոսքը։ Ուրեմն այս բոլորի մեջ կորզնական բան կա, ինչ որ երբ որ մենք կհասկանանք այս քազաններուն միջոցով մեզի կհայտնվի, այդ է որ մենք ուշադիր լանք, որ հարադևենք դժվարություններուն մեջը չի հուսահատենք, այդ էր 10-րդ համարը, որուն ավարտեցինք անցյալ անգամ, խորհուրդը եւ խրադաներ, որ այն որ գհալածվի եւ սուրովալ պիտի սպանվի նույնիսկ համբերությամբ հաղթեցին գսե սուրբերը այս կորցնական մասն է այս քուխուն որում մենք պետք է հասկանանք ինչ ծավով մենք պիտի ռազմավարություն անենք հիմա շարունակենք ուրեմն հայտնության 10-րդ քուխու 11-ն 18 համարները եւ մեկ կնայինք համարներուն Շատ լավ։ Ուրեմն, ուրիշ կազանը դեսա, որ երկրեն գելեր ու կարնուգի նման երկու եղջյուր ուներ ու գխոսեր վիշապի պես։ Առաջին կազանին իշխանությունը գոպտակորձեր, անոր արչև ու երգիրը եւ անոր բնակիչները գստիբեր, որ երկրբակություն ունեն առաջին կազանին, որուն մահացու վերքը առողջացավ։ Մեծ նշաններ կներ ու մինչև անգամ երկնքեն գրակ կիչեցներ երկրի վրա մարդոց արչև։ Երկրի վրա բնակողները կմոլորեցներ այն նշաններով, որ իր ցերկը դրված էր կազանին արչև ընելու։ Երկրի բնակիչներուն գսեր, որ բադգերը շինեն այն կազանին, որ սուրով վիրավորված էր ու առողջացավ, եւ իշխանություն դրվեցավ անոր, որ կազանին բադգերին հոգի դա, որբեսի կազանին բադգերը խոսի, եւ ով որ կազանին բադգերին երկրպագություն չնե, զանիգա սպաննել դա։ Ան որ գստիբեր բոլորը այսինքն բզդիգներն ու մեծերը, հարուստներն ու աղքատները, ազատներն ու ծառաները, որ իրենց աջ ցերքին վրա կամ իրենց ճակատին վրա թրոշմ ընդունին, որբեսի մեկը չգրնա թնել կամ ձախել, բայց միայն այն, որ ունի թրոշմը կամ կազանին անունը կամ անոր անվանը թիվը, ոսե իմաստությունը, ով որ միտք ունի, թող հաշվի կազանին թիվը, քանզի մարդումը թիվն է, ու անոր թիվը 666 է։ Շատ լավ, անցնենք առաջին Կնե եւ ծախե, ներողամիտ եղեք։ Okay, ուրեմն 11 համարները սկսենք, այս ուրիշ կազամը գտեսնա Հովաննես, որ գելն է որ երկրեն։ Հիմա մենք առաջին կազանը եւ որ նայեցանք այս երկու կազանները որ 10-րդ գլխում մեջ հիշված է, սա որ ձովեն ելավ կազանը եւ այդ ձովին խորհուրդը ասենք որ 17-րդ գլխում մեջ հայտնության քիլքի մեջ հոմ բարձվեցավ որ այդ ձովը գխորտանշե բազմությունները ժողովուրդները որ հեթանոսներն էին շատ աջախ 5 դագարանի մեջնալ այդ երկրեն ելող այսինքն ոչ հեթանոսներ են ուրեմն հագարակը հрьяաներ են
գելեր երբեմն մարգարեներ, որ սուտ մարգարեներ էին։ Միտքը այստեղ ուրեմն այն է, որ իր ժողովրդի մեջ են, հրյա ժողովրդի մեջ են սուտ մարգարեներ գելեր։ Հիմա այս գրնալալ որով վերջին օրերի մեջ ավելի կբարձվի, որ մորքան մոդենանք այդ օրվան, հրյաներում մեջ են մեկը ելլե, կամ հրյա անցմըլա, որ այս սուտ մարգարեն ներկայացն է, որով արդեն հրյաները կսպասեն, որ մեսիամը պիտի կա, մեկը պիտի կա, որ հոգևոր առաջնորդ մը պիտի ելլա, և ավելի հեշտորեն պիտի հավատան, որ աս է մեր մեսիան, եկեր է մեզի քաղաքականորեն փրկելու, ինչ որ առաջին մեսիային կսպասեին եւ չեղավ, իրենք կսպասեին հրյաները, որ մեկը պիտի կա, եւ այդ մեսիան ասո օձյալը պիտի լա անցմը, որ իրենց բոլոր թշնամիներեն պիտի ազատագրե եւ քաղաքականորեն պիտի խաղաղություն բերե եւ Իսրայելը պիտի բոլոր երկիրներում մեջը դիրապետե բոլոր ազգերուն վրա։ Հիմա մենք կտեսնանք, որ քաղաքականորեն հիմա նման պատկերը նորեն մեր ժամանակաշրջանի մեջ, նորեն եթե լուրերը մտիկ կնենք, կտեսնանք, որ այսպեսի բաներ կլա, որ մեր շուրջը, որտեղ Իսրայելը ուզե որ նոր տարածքներ կրավե, իշխանություն ունենա իրեն կողքի ազգերուն վրա եւ կփնտրե որ մեկը կարծեմ մեկ շաբաթ առաջ էր 5 շաբթի օրը իրենք նույնիսկ մեկ ռաբիմը հրճագած էր որ մեսիան պիտի հայտնվի 5 շաբթի օրը այսպես իրենք կսպասեն որ մեգումը որ պիտի ազատագրե բայց իրենք պիտի հավատան այս անձին Եվ ոչ թե այն մեսիային, որ եկավ եւ սա որ իմ թագավորությունս այս աշխարհեն չէ, ձեր սրտերում մեջն է։ Մարդիկ այս կուզեն որ խաղաղություն կփնտրեն որ, բայց խաղաղությունը անձիմը միջոցով, որ քաղաքական խաղաղություն պիտի ստեղծե երկրի վրա եւ Իսրայելը պիտի իշխե եւ լույս պիտի լա բոլոր աշխարհներում։ Ասիկա Հիսուս որ երկրորդ քալուստին կա ինքը պիտի ընե, բայց ոչ թե միայն Իսրայելի համար, բոլոր ազգերում վրա։ Սո հիմա նույնիսկ ղեկավարներ, որ կայսրություններ, որ կան այսօր, որ կուզեն որ ջնշել ուրիշ կայսրություններ վրա կամ երկիրներ վրա, ունին նաև հոգևոր հովիվներ, որ իրենց կառաջնորդ են։ Լա հութայիզմի միջոցով, լա քրիստոնեական, լա իսլամական դարբեր քաղաքական առաջնորդներ, նաև ունին հոգևոր առաջնորդներ, որում կլսեն իբրև խորհուրդ կամ խորհրդատուներ։ Այսպեսի վիճակն ուր որ անգլերեն գսեն church եւ state կամ գրոնքը եւ քաղաքականությունը իրարու հետ պիտի կորձակցին, բայց ոչ թե ասո նպատակը առաջ տանելու, այլ վիշապին ծրագիրը առաջ տանելու, որ աշխարհի վրա գուզե ինքը դիրեն, ինքը պաշտվի, ինքը գետրոնը լա ամեն բանին։ Ուրեմն, այս երկրորդ վիշապը, որ այստեղ նալ կտեսնանք ճուրերեն գելլե, կամ երկրեն գելլե, գրնանք մտածել այն նույն միտքով, որ Ձնունթոց 11-րդ քուխուն 11 քուխուն 4-րդ համարի մեջ ժողովուրդներեն ուզեցին մեկը որ գրնա անունը հանել իրենց համար որ Բաբելոնի այդ աշտարակի միտքն էր իրենք ուզեին Բաբելոնը շնել որ երկրեն հասնին Աստծո ասիկա մարդու գրոնքն է Մարդն է, որ գուզե իր միջոցներով Աստծո հասնել, փոխանակ Աստծո դված միջոցով իրեն պաշտել։ Մարդ իրեն համար գրոնք կստեղծե, քրիստոնեական գրոնքն ալ այդպես է, իբրև գրոնք, կսկսենք գրոնաբաշտ դառնալ, ձիսաբաշտ դառնալ, փոխանակ Աստվածաբաշտ եւ այդ մեր գրոնքին Աստվածը ճանչնալ եւ իրեն հետ հարաբերություն ունենալ եւ իրեն սիրել պաշտել, կսկսենք ավելի ձեսերը պաշտել կամ գրոնքը պաշտել։ Դերը մեզի կգանչի որ ոչ թե գրոնքի միջոցով փրկվենք, այլ մեզի կգանչի որ իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով փրկվենք, իր արյան միջոցով, իր վճարած քինով,
Շատ կարևոր է ասիկա։ Երեմիայի 17-րդ գլխու 5 համարի մեջ գսե որ անիդեալ է այն մարդը, որ մարդու վրա գտնե իր հույսը։ Հոս այս սուտ մարգարեն որ պիտի ելե, մարդիկ ասոր մտիկ պիտի ունեն, իբրև իրենց հոգևոր առաջնորդ։ Եվ մարդու վրա թրած պիտի լան իրենց հույսը, իրենց վստահությունը, փոխանակ Հիսուսի եւ Հիսուսի դված խոսքերուն եւ մարգարեություններուն։ Այս անձը պիտի ունենա գսե երկու եղջյուրներ, բայց քարնուկի նման պիտի լա գսե։ Ինքը պիտի փորձե Քրիստոսի, որ քարնուկի նման ինքը որ եկավ Հովանես Մկրտիչը սա որ Հովանու առաջին գլխում 29 եւ 26 համարներու մեջ ահա դերոջը քարնուկը որ աշխարհի մեղքերը վերցնե։ Հիմա հայտնության քիթքի մեջ բազմաթիվ անգամներ քարնուկ բառը հիշված է, այստեղ միակ տեղն է որ քարնուկը վերակրվի սուտ մարգարեին հետ կապված։ Ուրեմն այստեղ այս քարնուկը պիտի ունենա երկու գոտոշներ, այսինքն ինքը պիտի երևա որ Քրիստոսն է, ինքը պիտի երևա որ Մեսիան է, ինքը պիտի այդ տպավորությունը դա որ ինքը լավ անձնավորություն մնե։ Եվ բայց երկու գոտոշները ցույց կտա որ ինքը սուտ Քրիստոսն է, սուտ մարգարեն է։ Մատթեոսի 7-րդ 15 համարի մեջ ասա որ ցեր մեջ ասա սուտ մարգարեներ պիտի ելեն որ քարնուկի կամ ոչխարի բան հակոստով պիտի կան քեցեզի պիտի երևնան որ իրենք լավ են, բարի են, բայց սուտ են եւ սատանան այդպես է չէ ինքնալ լույսի գերբարանքով լույսի հրեշտակ է գսե ինքը կփորձե նմանվիլ որ ինքը բարի է, ինքը լավ է, այնպեսի խոսքեր կխոսի որ սուդը այսպես քիչ սուտ կա խառնված է ճշմարտության հետ որ չի կարողանա գզանազանել։ Հիմա երկրորդ Կորինթացիս 11:14-15 համարներու մեջն է որ այնտեղ լույսի հրեշտակի պես կուքագս է եւ կփորձե ինքսինքը ծածկել եւ իբրև արդարության անձնավորությունը ինքը հայտնվի։ Ուրեմն անոնք որ դունը գուզեն փանարները համարները փանալ երկրորդ Կորինթացիս 11:14-15 համարներու մեջ է։ Գսե որ ինքը վիշապի նման պիտի խոսի։ Հովանու 8-րդ 44 համարի մեջ գսե որ ինքը վիշապը սատանան սուդերուն հայրն է։ Բայց այստեղ քարնուկի կամ ոչխարի նման ներկայացվի որ քարնուկի նման։ Բայց սուտ կխոսի որ սուտ մարգարեն է։ Եվ հայտնության 12-րդ գլխում 9 համարի մեջ գսե սատանան շատերուն պիտի խաբե։ Շատերուն պիտի խաբե։ So այս անձը շատ հավանական է որ գրնալալ որ քաղաքականությունը եւ հոգեվոր անձնավորությունը իրարու հետ կորձակիցը լան։ Այն նպատակով որ մեկը մյուսին բաշտել դա, մեկը դանի մյուսին բաշտելու։ Հիմա գտեսնամ որ ես իմ աչքովս մեր այս կանադայի հարավ երկրի մեջ որ կան մեր այնտեղի առաջնորդին շուրջը խորհրդադուներ որ քրիստոնյա անվան դակ են եւ խորհուրդներ կտան որ այնտեղի նախագահին, բայց այդ խորհուրդները գրնալալ որ քիչը դարբեր ցևով կներկայացվի որ այդ առաջնորդին եւ գտանի որ ուրիշ արդյունքներու որուն գրնալալ փոխանակահաղության դանի բادرազմի գտանի շատ գուզեմ որ ամեն մեկերնից լուրերը նայենք մտի գնենք եւ տեսնանք որով Հիսուսը ասավ թիդեցեք եւ աղոտ կրեք արթուն եղեք նայեցեք ձեր շրջապատի մեջ ինչ կա որ եւ նայեցեք որքան արդյոք այս քուխուն հետ իրավիճակ մը գա որ շատ նմանություններ կան անշուշտ չենք կնար 100% ասել որ այս է եւ վերջնականն է ասիկա բայց ինչպես ասինք Հովանու նամակներուն մեջ գսե շատ անտիքրիստոսներ կան
շատ անտիքրիստոսներ կան, որ արդեն գային առաջին թարեն։ Ուրեմն այս բոլորը պիտի կատարվի, պիտի երևնա, բայց ի վերջո պիտի կա մեկը, որ պիտի կակատնագետը լա այս բոլորին։ Ուրեմն գուզեմ որ մի քանի համարներ նայենք Հովաննու առաջին Հովաննու նամակին երկրորդ գլխի 18 համարի մեջ պիտի խնդրեմ որ կարին այս համարները կարդանք շատ կարևոր է ձեր դուները դուք ասոնք նշեցեք այս համարները առաջին Հովաննու 2:18-ը անգամ են որ այո խնդրեմ Որքակներ վերջին ժամանակն է ու ինչպես լսեցիք ները պիտի կա եւ արդեն ներեր եկած են ատկեք իմանանք թե վերջին ժամանակն է Ուրեմն նայ այս ինչ որ Հովաննես կգրե իր նամակի մեջ այս գիտենք որ վերջին ժամանակն է եւ ասիկա գսե որ առաջին թարու մեջ եւ գսե որ շատ ներեր արդեն եկած են ուրեմն ասոր նման թարերու ընթացքին շատ ներեր ոչ միայն առաջին թարուն եկած են ամեն թարերու մեջ եկած են բայց երթալեն ավելի կշատնա Եվ երբ ով են ասոնք անոնք են, որ Սուրբ Հոգին միջոցով չեն առաջնորդվիր, այլ ներին հոգիով կառաջնորդվին, եւ ասոր կակատնագետը պիտի կա ի վերջո, ու որ վերջնական մեկը պիտի հայտնվի, որ լրիվ անտիքրիստոս իբրև պիտի մարմնավորումը լա, թրսևորումը լա այս բանին սատանային եւ վիշապին։ Ուրեմն առաջին Հովաննու երկրորդ գլխի 22 համարի մեջ քիչ ավելի ներքև եթե ընթերցենք նայոն ինչ կսե։ Ով է սդախոս, եթե ոչ ան, որ գուրանա թե Հիսուս Քրիստոսն է, անիգա է ները, որ գուրանա հայրն ու որդին։ Կտեսնաս, ուրեմն ով որ մենք կրնանք զանազանել այս հոգիները, մենք կրնանք փորձել նայել ով է որ ուրանա հայր ու որդին անիկա սդախոսն է անիկա անտիքրիստոսն է պետք է քննենք ամեն մեկը որ գսե ես քրիստոնյա եմ մի հավատար փորձե հոգիները գսե պետք է որ այս հոգիները փորձենք եւ նայենք նայ առաջին Հովաննու 4-րդ գլուխը բանակ 3-րդ համարը որ գսե եւ ամեն ով որ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած չի տավանիր անիգա աստուծմեջ է ու ասիգա ներին հոգին է որուն համար լսեցիք թե պիտի կա ու արդեն աշխարհի մեջ է արդեն այս երբ գրած է Հովաննես առաջին թարի մեջ արդեն այս հոգին գործե որ անտիքրիստոսն է ասոր հոգին արդեն գա հիմա գա բայց դարբեր անցերու միջոցով այդ հոգին գործե adեն դարբեր ժամանակաշրջաններու մեջ բայց օրը պիտի կա որ վերջինը վերջնագարկը գադարյալը պիտի թրսևորվի եւ մարմնավորվի այո խնդրեմ Ինչպես որ օրինակ թուրը գզարնվին եւ Եհովայի վկաները կուզեն մտնալ եւ քարոշչություն անել այսին հիմա որ գսես որ ամեն քրիստոնյայի է մի հավատար կարող է որ թուրը զարնվին Հիսուս Քրիստոսի անունով կան բայց adonk իրականը չլան Եվ որքան մենք Աստծո խոսքը պետք է գիտնանք արթունը լանք արթունը Աստծո խոսքը գիծողը գրնա զանազանել դիսերնել բայց ան որ չի գիտեր եւ սենք թե կորսված վիճակի մեջ է եւ ընդունի իրենց ոնդեղը քիչմա բդահոգեցուցիչ է այ օրինակ մտամ նայ հիմա օրինակ համար իսլամները գսեն որ մենք Հիսուսի կհավատանք ուրեմն քրիստոնյաները շատ հաճախ հայ քրիստոնյաները նույնիսկ գսեն որ այնայ անոնք նույն Աստվածը ունին բայց անոնք չեն հավատար որ Հիսուս Աստված է կհավատան որ Հիսուս կեկավ մեզ մեկ շատեր են ավելի կհավատան որ պատմականորեն այսպես անցմի եղած է եւ ինքը մարգարե էր Փեգամբեր գսեն մարգարե էր բայց գսեն հա բայց ինքը Աստված ինչպես կրնա Աստվածը լալ ինքը մարդ մներ գսեն լավ մարդ էր օրինակելի նույնիսկ Քորանի մեջ գրված է գսեն իր մասին եւ իր մայրիկի Մարիամի մասին եւ ունին ասփաներ բայց կընդունին որ Աստված էր մարմինով Աստված մարմնացավ նույնը հрьяները գան որ գսեն ասիկա բարի մարդ մներ բայց գան որ շատերնա գսեն ասիկա գախարտ մներ իրենց քիրքերու մեջ գրված է դարբեր մեկնաբանություններ բայց չեն ընդունիր Հիսուս որ պատմականորեն կարելի գար ասանք մեկը գսեն բայց գախարտ էր բայց չեն ասել որ Աստված էր
կամ է մարմինով հայտնված Աստված մարմնացած մեր մեջ փնագեցավ so այսօր շատեր կան որ նոր թարսված հավատք մգա որ գսե որ Հիսուս լավ անձնավորություն մներ ինքը գուրու մներ լավ մարդ մներ մենք ակրնանք Հիսուսի նմանալալ այս անգամ ինչ կսեն Հիսուս մարդ էր աստվածացավ չեն ասել որ 100% աստված էր 100% մարդ էր ինքը մարդ էր 100% ինքը աստվածացավ աստված դարձավ հավատքի միջոցով ուրեմն մենք ակրնանք մարդ ենք Հիսուսի նմանիլ եւ մենք աստվածներ կրնանք գալ Կասկանաս ինչ կլավ ուրեմն մենք մեր անձը գուր կդարձնենք որ Հիսուսի նման ենք իրեն կհետևենք իրեն պես ինքը ինչպես հավատաց որ ինքը աստված եղավ մենք աստվածներ կրնանք գալ Նա ինչ շեղումներ կան ամեն հոգի որ քեզի գուքա նույնիսկ եկեցի մեջը երբան անտեր գսեն հա գահավատամ ինչ են գահավատաս ինչ է քո հավատքիդ կետրոնը պիտի փորձենք այդ հոգիները նայ Հովանու երկրորդ քուխուն կամ երկրորդ Հովանու առաջին քուխուն 7 համարը նա ինչ կսե Վասնզի շատ մոլորեցնողներ ելան աշխարհի մեջ որոնք Հիսուս Քրիստոսը մարմնով եկած չեն ընդունիր Անոնք մոլորեցնող ու ներ են, անտիքրիստոսներ են, Okay, so բավական ասոր մասին խոսեցանք, որ զգուշ պիտի ելանք, պիտի նայենք մեր շուրջը, որով այսօր ինչքան հովիվներ հեզապելի հոգին ունի Իրես, և նաև Նիկողայոսյաններուն, որ սուտ վարդապետություններ եկեղեցին մեջ, նույնիսկ հովիվներ Շատ լավ ուշադիր մենք մեզի համար պիտի գարթանք սորվինք Սուրբ Գիրքը որ կարողանանք զանազանել որով այսօն կսբրտին եւ կմտնան նույնիսկ եկեղեցին մեջ եւ կկործեն այնտեղ ինչպես որ առաջին երկու գլուխները որ սերդեցինք եկեղեցիներու մասին Հիսուսը ասավ ես գիտեմ որ սատանային աթորը ծեր մեջն է ասում Հանդիմանեց Հեզաբելի հոգին, հանդիմանեց Նիկողայոսյանները, որ սուտ վարդապետություն ունեին։ Ուր էին ասում, եկեղեցին մեջ կկործեին։ Չի զարմանանք սիրելիներ։ Եվ այսպեսի պիտի լա, երբ գրոնքը եւ քաղաքականությունը իրարու հետ միանան եւ ցերքի կորցակցին նպատակի համար, որ իրենց քաղաքական նպատակները առաջ տանին Ինչպես այսօր կկատարվի որ շատ մեծ երկիրներում մեջ Սատանան կորձիկ կկործածե որ այս հոգևոր առաջնորդներուն քաղաքական նպատակներ առաջ տանելու կամ քաղաքականը կկործածե որ հոգևորին որ իր նպատակներ առաջ տանելու Այսինքն ամեն ազգի մեջ մեր հայ ազգի մեջ նա գրնալալ ո՞յ մեկ ազգի մեջ Սկուշելանք ասո թակավորությունը ազգություն չէ Աստծո թագավորությունը ամեն ցեղի ազգի ժողովուրդ է իր հետևորդներն են որ Աստված աչարություն չներ քաղաքականությունը երկրային թագավորություններ գուզե բարձրացնել Աստծո թագավորությունը Քրիստոս կբարձրացնի Լավ շարունակենք Մատթեոսի մեջ այս հաջորդ սալի գնայինք 12-րդ համարի մեջ կսե որ այս Սուտ մարգարեն, որ շատ պիտի նմանի Քրիստոսի, այնքան որ շատեր չպիտի գրնան զանազանել, այս անհատը ինքը կփորձի որ առաջին քազանին բաշտել դա։ Նայ հոգևոր առաջնորդը գուզե որ մարդկանց առաջնորդել որ քաղաքական առաջնորդին բաշտեն, այսինքն հետևին, հնազանդին, ենթարկվին Եվ այսօր գխորին, որ այսպեսի բաներ շատ աժմիական է, որով կկատարվի որ հիմա մեր այսօրվա իրավիճակներում մեջ։ Եվ գսե գփորձե որ այդ անձին բաշտեն որ մերած էր եւ հարություն արավ, կամ այդ կայսրության որ մերած էր եւ հարություն արավ։ Շատեր այսօր կնմանցնեն որ այս կայսրությունը Ամերիկայի, որով
Ռոմայական գայսրության նման ինչ որ առաջին թարուն մեջներ գայսրը պիտի բաշտվեր դարին մեկ անգամ միայն քրիստոնյաները պիտի երթային այս գայսրին առջև եւ խուկ պիտի վարեին խուկը պիտի վարեին այդ օրը պիտի ասեն որ ով գայս թունես մեր բաշտելին մեր աստվածը մեր դերը եւ մեկ օր միայն մնացած օրերը ինչ կուզես հրե ինչ կուզես հավատալ եւ քրիստոնյաները չէին ներադիգա եւ անոր համար շատերը որ գայսրին չէին հետևեր ըլլա նիրոին արդեն հայրեն ներին անունը ներո փարեն եկած ներ գսեգոր չէ այսօր կարդացինք նիրոն էր այդ ժամանակվա գայսրը որ ինքսին կգուզեր բաշտվի Ատկե եկած է այս ների անտիքրիստոսի այդ ներ փարը կործածված իբրև անտիքրիստոս Եթե չի բաշտեին ինչ պիտիլար արյուծներուն քուփին գնեդվեին գմարդիրոսվեին ինչ հալածանքներ կգրեին առաջին տարվա քրիստոնյաները Այսօր ուրիշ ծևերով է որ մեր allegiance մեր հավատարմությունը մենք կրնանք քաղաքական առաջնորդներու ասել ես այս առաջնորդին կհետևեմ ես այս առաջնորդը ինքն է որ իմ ամենում պիտի փրկե ինքն է որ ամեն բան պիտի շտկե հույսդ մարդու վրա թրած ես Աստվածաշունչը ասինք Երեմիայի մեջ կսեգոր որ 17-րդ գլխում է կամ այո 17-րդ գլխում մեջ որ անիդեալ է այն մարդը որ մարդու վրա իր հույսը գտնի Չլա որ մարդու վրա տնենք մեր հույս միայն Հիսուս Քրիստոս է մեր հույսին գետրոն Ուրեմն շարունակենք Եվ մեծ նշաններ պիտի ունենք ասեգոր Մեծ նշաններ, հրաշքներ պիտի կորց Նույնիսկ երկինքեն գրակ պիտի իջեցնենք ասեգոր Բոլոր ժողովրդին առջև Հիմա մենք Եվ որ 11-րդ գլուխը տեսանք այնտեղ տեսանք որ այդ երկու մարգարեները իրենց փերանեն գրակ պիտի ելներ եւ պիտի անոնք որ իրենց թեմ ելեին այդ գրագին միջոցով պիտի գործանվեին 11-րդ գլուխը եթե գիշենք հիմա այստեղը եթե գիշենք եւ որ Մովսես հրաշքներ հրավ Փարավոնին քուրմերը իրենք հրաշքներ էին, չէ՞։ Այո։ Եվ բայց ինչ եղավ, եւ որ իրենք օրինակի համար եւ որ Մովսես Քավազանը թրավ եւ օծ դարձավ, իրենք ալերին Քավազանը արին եւ օծ դարձուցին, բայց Մովսեսի օծը մյուս օծերուն գերավ։ Իշեք։ Այո։ Ուրեմն այստեղ այս սուտ մարգարենալ պիտի խոսի եւ հրաշքներ պիտի լան օրինակի համար այսօր գրնանք ասել որ կարելի այդ հրաշքները գայծակներ փայլատակումներ կան երկրի վրա եւ արդեն գնեն որ ասանք բաներ չէ դեսակ մփամը գտապեն որ ամբերուն վրա եւ այդ ամբերը անսրև կդեղացնեն որ դեսակ մա աղի բես փամն է եւ այդ ամբերուն վրա գստիպեն որ այդ ամբերը իրեն ժամանակին առաջ անսրև կա եւ կամ որոդումներ եւ փայլատակումներ լա կամ այս առաջնորդները այսօր գտեստան որ ինչ կլա որ ռումպերով ատոմագայային զենքերով հուլիագան զենքերով գրակ կդեղացնեն որ հիմա գտեստան որ լուրերուն վրա չէ շենքերուն վրա օթին մեջը մեկ ռումպը մյուսին կբայթեցնեն որ չիչնա ժողովրդին վրա ինչ բաներ ասիկա նշաններ են որում միջոցով մարդոց վախցնեն մարդիկ տեսնան ով գրնա այս վիշապին այս կազանին թեմ ելնել ով գրնա այս սուտ մարգարեին թեմ բայկարիլ եթե մենք չընթարգվենք այս առաջնորդներուն մենք կգրնանք կործանվել վախ սարսափ կուզե ստեղծել որում միջոցով ենթարկե մարդկանց իրեն բաշտելու քաղաքական ծրագիրներ առաջ տանելու Այսինքն հիմա գտեսնանք որ Իսրայելի մեջ ինչեր գլա որ Ամերիկայի, Պարսկաստանի եւ ուրիշ երկրներում եւ մարդկանց այս միջոցով կոնտրոլի դակ
իշխանության դակ կուզե սատանան բերել։ Հիմա վերջնական օրեն թեր չէ եղած, բայց անոր գերտան կորտեբի։ Եվ այս շատերուն պիտի խափե ասիկա։ Դիսեն վա ես սկուշելամ, փամը չսեմ, գվախնան խոսելու ընթեմ այս քաղաքական ուժերուն կամ այս հոգևոր անհատներուն, որ չլա որ իմ անունս ալ ելե բաշխանելով այս անձերուն եւ ինձ ալ նշանակե դնեն։ Վախ ու սարսափ կփորձե բերել հավատացիան, բայց մենք Աստվածաշունչը գսել որ մի վախնագանք է որ մարմինը կրնակործանե։ Ամեն։ Այ վախցեք անգե որ թե մարմինը եւ հոգին կգործանե։ Այն որ մեր մեջն է գսել որ ավելի հզոր է քան այն որ աշխարհի մեջն է։ Ով է մեր մեջ։ Հութայի արմադի արույցը։ Ով է աշխարհի մեջ։ Մրնչող արույցը։ Մի անցայն անով վախ սարսափ փորձե բերե որ մարդկանց վախցնե որ շեղվին, խափվին այս բոլոր ուժերը տեսնալով թուն որուն կհավատաս կոր։ Որուն քու հույսը տրածես, որուն կբաշտես կոր։ Քաղաքական առաջնորդներու թե Քրիստոսի իբրև դրանց թակավորած, որուն քուխում վրա շատ թակեր կա, որ արդեն հաղթանակը դարած է, հարություն արած է մերերներին եւ խոս տված է ամեն անոնց, որ իրենք հավատան մեզի հարություն արնատա։ Ուրեմն ինչ են գվախնանք։ Ոչ մեկ բան։ Եվ անոնք որ երկրի փնագիչները ասելով ոչ թե քրիստոնյաները, երկրի փնագիչները անոնք են որ չեն հավատար Հիսուսի իբրև դեր, անոնք պիտի խափվին եւ նույնիսկ ինքը մեկ հատ արցամը պիտի շնեգսե որ մերավ եւ հարություն արավ եւ որ անոր բաշտեն հիմա եւ այս արցանին շունչ պիտի դագսե եւ որ կարողանա խոսի եւ խափե շատերուն եւ իրեն բաշտել դա հիմա Ադենին ասիկա մարդիկ չէին գրնար Երևակայել որ ինչպեսի փամը գրնալ բայց այսօր գտեսնանք որ հերաստեցույց արդ Ադենին կգարձեն որ ասեր այսպեսի փամը որ գրնա խոսիլ եւ մարդիկ պիտի լսեն եւ պիտի բաշտեն այդ բատկերին որ գխոսի գոր իրենց հետ հերաստեցույցը չեղավ հիմա շատեր կգարձեն ինտերնետի միջոցով որ մարդիկ իրենց լուրերը ուր են գարնեն ինտերնետը մտիկ կնեն, ինտերնետի միջոցով բամը գլսեն, գերթան ադիկա ինչ որ ըսավ կհետևին, ասենք լուր մը գլսեն բատված պետք է արնես, գերթան բատված տգարնեն, գսեն ո պետք է ասինչ ընես, որ նյութաբես կարավարությունը ասինչ բանը գուտագոր աստղեն գլսեն, գերթան գնեն, գրնալ ալպես լա, պայց ավելին թերգուկավոր, այո, խնդրեմ։ Առաջինը ինչ էր մեկ ադալ գրնաս կրկնել հաջից։ Ժամանակին տելևիզիոնը կգարձեին, որ այս վիշապն է, բատկերը գխոսի գոր, չէ, այո, որով իր գսե բատկերին բիդի գալանա խոսի, հիմա մենք, նույնիսկ մենք, մարդիկ մեզի ինչ սավով գլեցեն, որ մենք չիկանք անդեղը, չէ, բատկեր մնե գխոսի գոր, կու բատկերըտ կդեսնան, իմ բատկերս կդեսնան, մդիկ կնեն, և մեր ասածներուն կամ բիդի հետևին, կամ բիդի մերժեն, բայց այս ծևով հիմա ինչքան լուրերն ալ այդ ծև գդրվի գոր և լուրերուն մեջը նգարներ գտրվի գոր ղեկավարներու, հոգևոր առաջնորդներու, որ իրենք չեն ասած այդ խոսքերը նույնիսկ, բայց իրենց բատկերով AI սված բանագա, Artificial Intelligence, այդ մարդուն նգարը կործածելով, բատկերը, որ գշարժի և ճիշտ նմանն է, իրենց ուզած խոսքերը գտնեն գոր այդ մարդկանց մեջ և այդ մարդիկը գխոսին գոր բաներ, որ իրենք չեն ալսած, բայց ուրիշները գտիդեն գհավատան գոր, ասիկա ասանք պամը ասած, ուր բիդել այդ ժամանակը, որ չեն կրնար գոր զանազանել շատ մա այս հիմա վիդեոները, որ գերևնան YouTube-ի վրա, որ այնքան իրական են, այնքան նույն ցայնը ունին, որ այդ անհատը ունի, և մարդիկ կսկսին գոր հավատալ այս սուդերուն, խափեփայության ծևեր են ասոնք, հիմա օրը գուքագոր, որ հիմա նույնիսկ ռոբոտներ շնազ են, որ մարդու նման երեսը արտահայտությունները և գխոսի գոր, և խրատ գուտագոր, Artificial Intelligence գոքորդած գոր, այսինքն մարդու միտքեն արակ աշխատող
Համագարկիչը գրնավոր որոշումներ ուներ, որ մարդը այդքան արագ չգրնար մտածել։ Եվ հիմա մինչև հիմա թե լավ բաներ ու գործածի, որ բայց չարինա գործածի։ Եվ այնտեղ գրնալալ հասնի, որ մարդիկ չկարողանան այլևս ընդհանրապես զանազանել եւ մտիգնել շատ անկեղծ ցեվով բաներու, որ այսինչ հասան գսավ, բայց անինչ անան գսավ։ Չնեմ նա հասանք պիտի լա։ Դու ինչ եմ պիտի գիտնաս, որ իրական անցներ ադիգա խոսողը կամ ոչ։ Նա ուր գահասնի որ։ Եվ ուրեմն միտքը այն չէ, որ պետք է որ անպայման փարացի փամալա, որ հետևինք, որով առաջին թարերու մեջնալ խապեփա սուտ մարգարեներ եղած են, ինչպես ասավ, չէ, եւ առաջնորդներ, որուն Նիրոյի նման եւ իր հոգեվոր առաջնորդներում մարդիկ այդ ժամանակ գխապվեին որ։ Ես կայսին չհավատամ, ով գրնա թիմատրել այն ինչ որ քիչ առաջ անցյալ անգամ կարդացինք, ով գրնա թեմ ելնել այս վիշաբին եւ այս կազաններուն։ Okay, հիմա շատեր 10-րդ քուխուն 16 համարի մեջ եթե նայենք, այնտեղ գտեսնանք որ շատեր կգարձեն որ այս ինչ որ նշանը պիտի դրվի եւ պիտի ստիպվի որ այդ նշանը ստանան իրենց ցերկերուն եւ իրենց ճակատներուն վրա, շատերը կգարձեն որ ասիկա չիպ մնե համագարկչային գիտես այդ ամենափոքր ինչպես ասեմ մասնիկը որում մեջ է շատ գիտություն եւ ամեն տեսակ բաներ բարունակված է որ գրնա այդ գործողությունները կատարել շատեր կհավատան որ այս նշանը պիտի թրվի իրենց ցերկերու մեջ կամ ճակատին եւ երբ որ օրինակ համար այդ համաճարակը եղավ գիշես երբ որ չերմություն եղավ մարդիկ սկսեցին որ հիվանդանալ եւ այլն մարդկանց ինչ կնեին որ ասենք ճակատին դեսակ մկորձիկ մգարգացնեին եւ այդ կորձիկը գծցներ որ մարդուն չերմասիջանը ինչ է եթե շատ բարձրացած է գրնալ որ հիվանդալա հիմա միջոցներ կան որում միջոցով գրնան այսպես տնել եւ տեսնալ որ այսպես է կամ այնպես եթե ունենայիր չերմությունը շատ բարձր էր քեզի չի պիտի ցկեին արդոնեին որ խանութ մտնաս կամ բանկա երթաս կամ թփրոց երթաս կամ եւ ասիկա առանց քեզի թփնալու հերույն պիտի ասպես ներ նայեր որ թուն ունիս այս վիճակը թե ոչ հիմա շատեր կգարձեն որ այսպես կրնալ որ փամը թվի որ կարողանան զանազանել թուն գայցրին կպաշտես թուն իրեն հպատակես թուն ասոր կպատկանիս թուն այսինչ բանը կատարած ես Ցեվ մգա որ գրնան ընել այս բաներ եւ արդեն գնեն որ բայց միտքը միթե արդյոք փարացիորեն 666 տիպ կամ չիպ մտնելն է թե մարդիկ արդեն քերի առնված են վիշաբին եւ քազանին հետևելով այս քաղաքական առաջնորդներուն հետևելով սուտ մարգարեներուն այսօր առանց դաճված ունենալու առանց ճակատի մեջը փամտնելու կամ կորցիկ ունենալու այս ցույց կտա որ մեր միտքը որուն կպատկանի խոսեցանք 7-րդ քուխուն մեջ եւ հայտության 14-ի մեջ սա դեսնանք որ նշանը պիտի տրվի քարնուկին հետևորդներուն բայց այդ նշանը ոչ թե դեսանելի փարացի նշանը բիլա այլ քու գամեցողությունը որուն կպաշտես որուն կզարայես այո դու գսե օրինակ պիտի չի գարենաս քնել ոչ ալ ծախել ադիգա ինչ է մեկնաբանությունը այո ուրեմն ցերմը պիտի լա որ պիտի զանազանեն ի վերջո գնալա որ ցերմը լա որ թուն օրինակի համար եթե չկացիր եւ այդ համաճարակին այդ պատվաստը չարիր պատվաստը եթե արիր ի վերջո գուզեին որ ինչ անել անսնակիր մանել չէ եթե այսինչը չնես այսինչը չի պիտի դրվի որուն միջոցով արդոնություն պիտի չունենաս արև դուրնել կամ դեղմը մտնալու կամ գարավարական շենքերը մտնալու կամ ջամփորթելու քեզի պիտի փորձեն խեղտել ասև որ դեղմը չի կարողանաս երթալ փամը չի կարողանաս հիմա արդեն այստեսի
սիստեմներ արդեն թրած են Չինաստան օրինակի համար խանութը գերտած հիմա հոսալ սկսա տեսնել այսպես կոդեր կան չէ որ հիմա հեռախոսիդ վրա գրնաս բանկի բոլոր դվյալները տնել եւ բարկոդեր կան ասենք նկարը կփռնես մայն վրա քինը գսեքեզի գրնաս նկարի վրա թուն գոջակ մսխմել բանկետ անմիջապես հատ կվճարե այդ դրամ արդեն կան այսպես խանութներ Չինաստանի մեծ զարասներ կան որ այսպես արդեն քաղաքներ կան որ այսպես կաշխատեն հետո բաներ կան այս կամերաները կան որ գրնան քեզի աչքիդ եւ մադիդ հետքերուն միջոցով գիտնալ որ թուն այդ անցնես թե ոչ աչքիդ ինչ որ հիմա օրինակ Անկլիա օտագայանը եթե մտնանք կամ ուրիշ օտագայաններ մտածիտ պես կրնան գիտնալ թուն ով ես եւ ուր ես ամեն դեղեցություն ունին բայց օրինակ համար քնելու եւ ծախելու մեջ բարձաբես ադիգա սելգուզես եթե հերաց դեղը պիտի կա որ եթե հերացանիդ վրա account չունենաս պիտի չի կարենաս քնել չէ հիմա կառավարությունը շատ էր իրենց վճարումները կստանան որ կառավարությունեն ուղիղ իրենց բանկին կամ իրենց աշխատավորները կստանան որ իրենց դերերեն ուղիղ դրամը իրենց բանկի մեջ բանկեն չեկերը այլևս դրամ բան շատ չի կործածվի որ ուղիղ կվճարեն որ իրենց բարտկերը բանկեն առանց դրամի փոխանակություն ինտերնետի միջոցով Չէ՞ Պիտեր, այո, շիդագե Amazon-ը օրինակի համար կամ eBay-ը Japan քնումներ գնեն որ առանց նույնիսկ ավրանքը տեսնալու կգարտան որ թիպը գտնեն որ իրենց բանկեն հաշիվեն գերտագոր այդ անցին այդ անցը կվերցնեն որ եւ քեզի ավրանքը կխրկե որ թուն կվճարես որ շատերուն ընկերներուդ նույնիսկ դրամ կփոխանակես որ email-ի միջոցով bitcoin-երը որ գուքան որ այլևս էլեկտրոնային այլևս դրամի գարիք անգամ չի բիդելա ամեն բան էլեկտրոնային ցևով եւ ի վերջո եթե թուն չես գիտեր այդ համակարգիչը կորցածել կամ այդ տելեֆոնը ունենալ կամ այդ թույլտվությունը ունենալ որ այդ բանկի հաշիվի միջոցով կարողանաս վճարել կամ քնել կամ ծախել կապվի այս բոլորը քաղաքական առաջնորդի հետ եւ հոգեվոր առաջնորդի հետ եւ ով որ իր բանը չի դա պաշտամունքը կամ իր հավանությունը որ այս առաջնորդն է իմ առաջնորդս գրնա այդ անձը արկիլեր քեզի որ քնումն ես որ ինչպես վիդելա ինչպես եղավ օրինակի համար եւ որ կանադա եւ որ շատ մա այդ ինչքան թրակերները այդ մեծ փերնադարներու առաջնորդները ելան թեմ կառավարության չէ այո քացին եւ մայրաքաղաքի մեջ օթովայի մեջը շրջապատեցին փակեցին ամեն ճամփաները ասելով որ մենք չենք ուզեր այս անձնակիրը վերցնել մենք չենք ուզեր որ մեզի այս ստիպես որ պատվաստը լանք կառավարությունն ինչ հրավ այդ անհատներուն եւ այդ գազագերբություններուն որ այդ գազագերբած էին այդ ելույթները եւ արշավները անոնց բանկի հաշիվները գանկնեցուց փակեց եւ դրամը որ ունեին մեջը չէին գրնար առնել կամ դալ ասելով այսօր արդեն գրնա թուն քու հաշիվները որ բանկիդ մեջ ունիս եւ ուզե գրնա կառավարությունը արդեն արկիլել որ այդ հաշիվները դրամ հանես Okay. Անոնաման հիմա շատեր գսեն որ ոսկի արարծատ արվորը գրնաս ոսկիով արծաթով քինը ավելի կամ արժեքը ավելի կբարձրանա որով արդեն կառավարությունները սննգացած են այդ դրամի իր դոլարին այդ թուղթին արժեքը անգամ չունի ասիկա եղավ Հայաստան եւ շատ այդ համայնավարության ժամանակ ինչ եղավ բեք վարիանվա մեջ ռուբլը որ իրենց թրամին անունն է կամ թրամը արժեքը գործունեություն մարդիկ որ միլիոններով ռուբլ ունեին $1 1 سنت չարժեց որքան ռուբլ պիտի դային որ 1 դոլար հացմը եւ կարակարն արժեքը քութրամիտ նույնիսկ կրնագործին եւ իրեն գսեն որ այլևս այդ թրամը գոյություն չունի եւ նոր թրամ կամ նոր Bitcoin որ գսեն Bitcoin-ը այս էլեկտրոնային թրամն է որ հիմա շատեր անոր հետ այլևս բանկի ալբետ չունի այլևս այդ թրամը
սահման չունի որ երկրիմը թրամը լա գրնա դիեզերական բանուն արժեք ունենա սահմանափակված չէ որ թուն պետք է կանադական դոլար կամ ամերիկյան դոլար կամ չինական կամ հայկականը կամ ռուսական ունենաս ինքը դեսակը թրամ է որ արդեն գործե որ ինտերնետի վրա հիմա եւ արժեքը կբարձրանա եւ շատերը ասոր միջոցով քնումներ գնեն ուդելիքներ կառնեն ապրանք կառնեն աշխարհի ամեն կողմ եւ դուր խաչեն ծարեպը ի վերջո կառավարությունը պիտի լա որուն պիտի ուզե ասփոլորի վրա հսկել եւ իշխանություն ունենալ որ կոնտրոլ ունի եւ ցեվը գա արդեն երբ ուզեն գրնան so ցեվը այս բաները բարձրապես կխոսեին այս բաներու մասին ադենին հիմա արդեն այս բոլորը գլագոր ինչ ցեվը վերջին ցեվը գտրսեվորվի չեն գիտեր բայց քրիստոնյաներ արդուն բիդելան եւ իրենց հույսը մարդու կամ թրամի վրա ի վերջո այս բոլորը ինչի կերտակոր թրամաբաշխության որով թրամի միջոցով պիտի չի պիտի գրնան քնել կամ ծախել գսեվոր չէ այո որովհետեւ հիմա երբ որ դու գսես այո ինչ որ դու գսես հիմա այսօր եթե ես սելյուլերիս վրա application-ը բիտ բանամ կամ բանկայի հաշիվը բիտ բանամ ինձի հարցումներ կհարցնե եթե ես այդ հարցումին եթե չի պատասխանեմ չեմ գնալ հաջորդ ստեպին անցնել եթե այդ ապակային այսին հոմ որ պիտի հասնենք հիմնված աստծո խոսքին եթե քո ուսած ցևը դե ուրեմն եթե հաշիվս մտնալու համար ինձի պայման պիտի տնե ճիշտ ատկսեմ որ եթե ես այդ պայմանն այո չսեմ լավ ինչպես աստծո զավակ որ պաշտպանված եմ ինչպես պիտի գրնամ իմ տրամս ծախսել կորզածել անոր համար մենք չպիտի այս բաները պիտի լան բայց ասված գսոր մի մտահոգվիկ ես ցեզի ես սեր ասվածն եմ մի մտահոգվիկ ինչ պիտի ուտեք ինչ պիտի հակնիկ գսոր փնդրեցեք առաջ աստծո թակավորությունը եւ իր արդարությունը բոլոր մյուս բաները ցեզի պիտի դրվի ինչ որ դերը մեզի պետք ունի դալու պիտի դա ես գիտեմ երբ որ Հայաստանը եւ այս բոլորը երբ որ եղավ մարդիկ երբեմն փոխանակումներ գնեին որ ան որ հավ ուներ հավիտը գուդարգոր միսու ցուկ ուներ սևանալիջը ցուկ մուգ բերեր գուդարգոր ցևեր գային մեկը բարդեզը գցաներ որ փամը գուդարգոր բայց արևդուր չի պիտի գրնասնել եւ գրնալա որ զրգվի շատ մփաներ է նույնիսկ անոթ սով գամանոթի լաս բայց դերը ասոր մասին մեզ գսկուշացնելով որ ասոր գերթագոր բայց դու մի բաշտեր այդ անձը որուն կամ նույնիսկ այդ անձը անձը չլա որով այդ անձը գրնալա որ այս virtual համագարկիչը լա որ ինքը իր վրա իշխանություն ունի ուր մնաց մենք իշխան որով հիմա արդեն մարդիկ կորսնցուցած են իշխանություն համագարկիչի վրա համագարկիչը ինքը իրեն համար որոշումներ գնե այդ համագարկիչը որուն ցերքին մեջ պիտի կոնտրոլի դավելա ով որուն հոգին դակ պիտի որոշումներ ի վերջո կայացնե որ քրիստոնյաներուն թեմ գրնա թարնա չէ այդ գրնա AI-ը որոշում անել որ մարդու խիջեն ավելի իր օկուդին այսինքն էլեկտրոնային համակարգչային օկուդին որոշումներ եւ խորհուրդներ դա որ մարդու մնաց կրնապեր այնքան խրտին վիճակում եւ երթալին արականավոր այս սիցավակ ընթացքը մենք պետք չէ որ վախնանք մենք պետք է ուրախանանք որով Քրիստոսի երկրորդ քալստյան օրը գմոդենա որ եւ գրնալալ եւ շատ հավանական է մեր սերունդի մեջ տեսնանք շատ շուտ ուրախանանք որով օր մի եւս ավելի գմոդենանք որ Քրիստոսի երկրորդ քալստյան նայ ինչպես ասի երկրորդ օրինաց քիրքին մեջ 6-րդ գլխում 6-ն 8 համարներու մեջ նշանը պիտի բան նշանի համար պիտի իրենց քրեին իրենց ցերկերում վրա եւ իրենց ճակատի վրա նշան պիտի աստծո խոսքը որ ինչ ասել էր պիտի աստծո խոսքով առաջնորդվեին աստծո խոսքով պիտի կործեին աստծո պատկանելություն պիտի ունենային եւ ոչ թե վիշապին եւ ոչ ալ իր պատկերին անորոմար ամեն բան որ գլսենք ինտերնետի վրա բեչունին կհետևելու եթե
Աստծո կամքին համաձայն չէ, բայց այնքան լավ պիտի գիտնաս Աստծո խոսքը, որով վաղ չէ միսօր այս բոլոր սուբյեկտները, որ տելեֆոնիդ վրան է, համագարկչային ցանցերուն վրան է, եթե արկիլվի, դու որտեղ պիտի գարտաս, որտեղ պիտի ունենաս, եթե քիրքերն ալ հիմա նույնիսկ ասենք որ սուրբ քիրքերը ադելության քիրք է, որով գադեգոր ասենք անոնց որ բան վիժում գնեն ուրեմն քրիստոնյաները գադեն գսեն որ ուրեմն այդ քիրքը եթե գսորեցեն ադելության քիրք է գուզեն որ վերցնել ադեմը գար ժամանակը որ Կալիֆոռնիայի մեջ խանութներեն արկիլված էր սուրբ քիրքը վաճառել so աստծո խոսքին սով պիտի լա վերջին օրերու մեջ գսե որ մարգարեն քիդությունը բայց պիտի շատնա գսե որ ամեն անորամար աստծո խոսքին քիդության մեջ մենք աջին քիտնանք այս քիրքը գարտանք հայտնության բոլոր աստվածաշունչը գարտանք քիտնանք որ զանազանենք մեր սրդի մեջը բահենք ինչպես հայտնության առաջին քուխու երրորդ համարը գսե որ Պիտեր երեք մեգում հետ կխոսեի շատ անուշիկ անձնավորություն ուներ եւ խոսքի մեջ իրենսի սուբկիրք ունիս սուբկիրք գարտա աստծո խոսքը գարտա Վարգյամը գեցավ մտածեց եթե ունի կամ չունի Ատիկա ինչ ցավ է Տերոջը համարալ ցավ է իր անձին համարալ չեմ գիտեր ինչու ժողովուրդը շատ թեթևի արած է շատ բայց այսօր պետք է անպայման մենք նվերներ ունենք մենք հետապնդենք մենք խոսենք ավետարանին մասին հիմա եթե ուզե մեկը նվերնել միջոցներ կա որուն գրնա մեզի կամ քեզի գրել հիմա օրինակի համար Հայաստան եւ շատ դեր Հնդկաստան ալ ինձ միշտ լուրերը կան բայց Հայաստան Մեղրի մարզի մեջ Մեղրի կամ Սյունիք մարզի մեջ այն դարածքը կան քրիստոնյաներ որ հարյուրավոր հազար սուբքիկներ հավաքած են ֆարսի լեզվով պարսկերեն լեզվով եւ ամեն այդ փախստականները որ կփախչին որ Բարսկաստանեն թեպի Հայաստան այնտեղ գդարածեն որ այդ սուբքիկները ծրի ապարգուտան որ պարսիկներուն իրենց լեզվով եւ հայրունա գդրվի որ եթե այսպես գուզեն մեկը նվերդա կամ նվերներ դա որ այդ կորձը ավելի առաջ երթա մենք ես ունիմ միջոցներ որոնք կճանչնամ անհատներին որ գրնանք այդպեսի կամ ցեզի դեղեկացնել կամ փոխանցումներ անել որուն այդ կորձը առաջ երթա Եվ նաև ինտերնետի վրա նկատել որ այս բոլոր սուբյեկտները որ տրված են ինտերնետի վրա որ մարդիկ տելեֆոնի վրա կորցածեն գորի եւ կամ համակարգիչի վրա դրամ կպահանջի որ այդ ցանցերը կարողանան այս կորձերը անել ծրիապար մեզի գուտան որ բայց մեկը պիտի կվճարե որ այդ կորձերը անել գրնանք այդպեսի բաներուն ակաչալերել ծևերը շատ են ան որ գուզե բայց կարևորը այս է գարթանք նույնիսկ հովիվին ասած ամեն անգամ փամը քարոզից երթանք դուն բրբդենք նայինք այս քարոզը որքան կհամագերբի Սուրբ Քիրքը թողնա մեր կանոնը մեր չափանիշը որում միջոցով գոմբորոշվենք որ ճշմարիտ վարդապետություն քարոզվեցավ այս գիրագի թե ոչ կամ այս շաբաթ կամ այս սերդողության կամ այս ինչ պատկամի որ լսեցի այսօր մարդիկ առանց ոյ մեկ ինչ կսեն սահմաններ ունենալու ամենում մտիկ կնեն որ ամեն բան կհավատան որ բայց ով ունի ժամանակ երթալու բրբդելու ես Սուրբ Քիրք ով կփանել փառք Աստծո ես շատ կլսեմ որ մեր լսողներեն կսեն որ երթանք որ համարները կփանանք որ գնայինք որ գարտանք որ ժամանակ կառնե կսեն որ այո ժամանակ կառն բայց ասված մեզի գսե որ երանելի այն մարդը որ քիշեր ծորեք Աստծո խոսքի մեջ կխոգա ինքը ճուրիկով դնկված ծարի նման պիտի լա որ իր ժամանակին իր բդուղը պիտի դա եւ ինչ բան որն է պիտի հաջողի Հեսուի քիրքին առաջին քուխուն 8-9 համարներու մեջ Հեսուն ինչը սա ինչպես հաղթանակ պիտի դանի գսա ան որ քիշեր ծորեք Աստծո խոսքին մեջ կխոգա գարտա Աստծո խոսքն է Սուրբ Հոգու սուրը որում միջոցով պիտի բայկարինք այսօրվա սուդերուն խոսքը գուզես հաջողի գուզես հաղթահարել գուզես ներին քերի չերթալ
այս վերջին օրերու մեջ խոսքը գարտա սրդիտ մեջ բայ եւ խնդրե որ հայտնության եւ իմաստության հոգի դա որ հասկանանք ոչ միան գարտանք ոչ միան կոդսոլվինք որ սալանանա գիտե խոսքը լավ բայց ասել չէ որ պիտի փրկվի խոսքը գիտնալով գիտնալը չի բավարարել պետք է որ գիտնանք գարտանք գիտնանք հասկանանք եւ գադարենք հնազանդինք ենթարկվինք վստահինք այդ խոսքին դիրոջ շատ լավ հիմա գուքանքոր ամենա հետաքրքրված նյութին որ շատեր ասոր գտած ուզեն գիտնալ որ այս 666-ը ինչ է ինչ կնշանակե ով է որով այստեղ գսե ամ որ իմաստություն ունի թող ինչն է հաշիվն է հաշիվն է որ կազանին թիվը այս կազանին թիվն է որ ինչ է նաև մարդու թիվն է գսե եւ 666 գսե այսինքն ինչ է որ պիտի մեկնաբանենք հոս ուրեմն ուզեմ որ հասկանանք որ այն որ իմաստություն ունի ուրեմն ոչ թե իմաստություն որ կարողանանք գուշակել ով է անձը այլ հասկանանք իմաստը ասորի հետին ուրեմն 666 թիվը մարդու թիվն է գսե մարդու թիվը ինչու մարդու թիվը գսե որով մարդը 6-րդ օրը ստեղծվեց 6-րդ օրը գադարել ինքը չի հասնիր 7 թիվին որ գադարելության թիվն է 7-րդ օրը ասված դեսա որ ամեն բան որ ստեղծեց լավ էր բարի էր գսեց ընթոց երկրորդ գլուխը գադարյալ էր եւ ինքը հանգիստ էր հանգիստի մեջ մտավ այլևս քորտ չի կարանել ամեն բան ավարտվեցավ 7 օրվա մեջ 6 թիվը մարդը ստեղծվեց բայց մարդը վերջին որ մեկ կործեց այդ գադարելության թիվեն 7-ն ինգավ Եվ որ մենք 666 գսե, քանի հատ 6 կա այստեղ, 6-ը մարդու թիվն է, չի հասնիր կատարելության, որ 7-ն է, քանի անգամ գիշվի 6? 3 3 անգամ, 3 ինչի թիվն է? Երրորդության աստվածայնության թիվն է, ուրեմն այստեղը մարդը կփորձե աստվածը լավ, մարդը որ ինքսինքը աստված գանվան է, մարդը որ չի հասնիր կատարելության, որ ինքը աստծո դեր ինքսինքը կտեսնա։ Այս է միտքը ասոր ետին, այս մեկնաբանությամբ որ մենք կնայինք, եւ ուզեմ որ այսինքն ասիկա շատեր թիվը նույնիսկ կսեն որ 666 թիվը եբրայական այփուփենին եւ կամ մեր հայկականը նույնիսկ եթե նայենք մեր սուրբիկներուն երբեմն կսե այփ կորոնթացիս կամ բեն կորոնթացիս առաջին կամ երկրորդ թիվերը այփուփենը թիվերը այդ ծևով կհաշվեին նույնն է եբրայերենով սո շատերը առաջին թարերուն արին այս տարերը եւ ներոին անունը արին եւ ներոին անունին գրցան ներոին անունը այդ թիվերը իրարու հետ կողքովի տնելով գայսր ներո բայց ասիկա միայն իրեն համար չէր եւ ադեր որ սիքի չարաջ որ ներ փարը նիրոն գայսրին անունեն եկած առաջ որ ներ անտիքրիստոսի համար գանվան է հիմա ուրիշները գարնեն գսեն ասիկա բարկոդը ինչպես նկարի մեջ աստեղը բարկոդը եթե այս բարկոդը ամեն չեմ գիտեր նա 3 տեղ այդ երկար քծիկները որ կան 6 թիվին նշաններն են սոչադեր գսեն որ այս բարկոդի միջոցով պիտի լա գրնալալ որ բարկոդն օգտագործվի որում միջոցով քիչ առաջեցինք արևդուր եթե չունենաս այդ նշանը կամ այդ թիվը կամ այդ PIN-ը կամ password-ը կամ բանը չի պիտի գրնաս արևդուրնել անոթի սոված գրնալալ մնաս որով արևդուր չի պիտի գրնալալ այսպեսի բանը բայց մենք պետք է հասկանանք ասոր իմաստը նայ երբ որ նայենք ուզեմ որ ասիկա փանաս եւ գարտաս առաջին թակավորած ուրեմն հայրենով առաջին թակավորածը գլա երրորդ թակավորած անգլերենով առաջին թակավորած կնե երրորդ թակավորած first Kings is առաջին թակավորած այո առաջին թակավորած ուրեմն գնե երրորդ թակավորած հայրենով երրորդ թակավորածը պիտի բան Okay
Անգլերեն ասեմ, անոնք որ անգլերենով գուզեն հետևին, 1 Kings chapter 10 verse 14. So մենք երրորդ թագավորած, Այո, որ գլուխը, 14 համարը բանակ։ որ գլուխը ներողություն։ 10 գլուխը, Okay. 14 համարը։ Okay, որ գսե, մեկ դարվա մեջ Սողոմոնին եկած ոսկիին գշիրը 666 դաղանթեր։ Okay. Ուրեմն մենք միշտ կփորձենք որ Աստվածաշունչով մեկնաբանել։ 666 դաղանթեր, այսինքն թրամի կամ ոսկին արժեքն էր ասիկա։ Նայել ինչին գերտակոր։ Թեպի ոսկի։ Հիսուս ինչ ասավ։ Չես կրնար Աստված բաշտել եւ մամոնը բաշտել։ Չէ՞։ Կամ մեկը պիտի սիրես մյուսը ադես, կամ մյուսը ադես, մյուսը սիրես։ Հիմա ասավ մամոնը, որ ասավ այդ բառը, թրամ է։ Մարդիկ այսօր թրամը բաշտելով, թրամ եւ թրամի միջոցով աս կնեմ, անկնեմ, աս սախեմ աննեմ, թրամը ոսկին միջոց կլավոր որ այս ները կոնտրոլն է մարդկանց։ Ի վերջո այդ ինչպես որ այս 666 թիվը Սողոմոն բղձվելու այդ միտքը ուներ, օրինակ մներ, սիմվոլ մներ, հարստության, այս ծևով ները պիտի կործածե մարդկանց կոնտրոլն է թրամի միջոցով։ Անորաբար պիտի չկրնան ձախել կամ արնել գսեգոր, չէ, քնել։ Հիմա Եզրաս քիրքի մեջ հոնալ հիշված է, նայե նորեն, Եզրաս քիրքը բանանք, երկրորդ գլուխը 13 համարը, հոն նայե ինչ գսեգոր, 666 թիվի մասին։ Okay, միան պետք է գտնամ։ Եզրաս, Եստեր բացած եմ եք վրք։ Okay, որ գլուխը Պիտեր։ Երկրորդ գլուխը 13 համարը։ Ezra, the book of Ezra, Որ գսե, Աթոնիգամի որդիները 666։ Այո։ Ուրեմն այս թիվը կործածված է ոչ կատարելության իբրև թիվը։ Եթե հիշենք նաև, եւ որ Նապոկոդոնոսոր թագավորը արցանմը ստեղծեց, որ այդ պատկերն էր, իր պատկերն էր, որ պիտի ինչն էին, ամեն անգամ որ երաժշտությունը նվագվեր, պիտի երկրբակեին արցանին, իր պատկերն էր։ Այդ արցանը գիտես քանի գանքուն բարձր էր եւ քանի գանքուն լայն էր։ 66 գանքուն բարձրություն ուներ եւ 6 գանքուն լայնություն ուներ։ 666 թիվը եւ ոսկի է պիտի շններ։ Միտքը հասկանանք ասոր։ Ասոր միտքը ան է որ անոնք որ այս նշանը կստանան այս կապված են այս անցին չունին այդ միջոցը արևդուր ընելու, որուն ոսկին միջոցով այստեղ եւ այս 666 թիվին հիշեցնելու մասին կդառնան քերի մամոնին, մամոնը պաշտոններ։ Եվ այս անձը պիտի կործածե այդ միջոցը, որուն միջոցով մարդկանց կոնտրոլ պիտի։ Այսօր սիրելիներ, մենք շատ զգուշ լանք կնենք մեր սիրտերը եւ նայենք։ Ինչ կպաշտենք որ։ Որուն մտիկ կնենք որ։ Այսօր գիտությունը շատ է։ Սուրբ Գիրքին խոսողները շատ են։ Ինտերնետը փանասամի մեկը փամը գսե որ հիմնված Սուրբ Գիրքի վրա, բայց կտանի որ ուրիշ նպատակի կամ արդյունքի կամ մեկնաբանությամբ։ Ինչեն պիտի գիտնաս որ այդ ով որ քեզի գսորվեցնե որ Գիրքը ճիշտ ծավալ գսորվեցնե։ Ալլա ես, ալլա հովիվը, ալլա օվը։ Ուզեմ քիչ մը կասկածը լա մեր սրտերում մեջ որ սկուշը լանք եւ քննենք ամեն բան չհավատան ինչ որ գլսենք որով օրը գուքավոր եւ արդեն եկած է որ պատկերները գխոսին որ բայց այդ պատկերներուն յետին մարդիկ կամ որ ուրիշ բարեր թրած են քան այդ անձերը դու ուրեմն գնայիս որ այդ անձը ես կճանչնամ գսես որ ինքը ասփաները հսա ուրեմն չի գնալալ որ սխալը բայց ով այդ անձին փերանը պատկերը խոսեցնել գուտագոր եւ ինչ խոսքեր դրած է այդ անձին փերանի մեջ այդպեսի ժամանակներում մեջ արդեն եկած ենք so ուր ասիկա որքան շուտ պիտի սկսի կոնտրոլը այս բոլորին
չեմ գիտեր, բայց մենք որ հավատացյալ ենք, ուրախանանք, ցնծանք, որով մենք այդ սերունդը պիտի լանք, որ Քրիստոսի երկրորդ քալուստը պիտի տեսնենք։ Շատ մոտ է սիրելիներ, եւ այդպես է գսեք որ իրարու քաչալերեցեք գսեք որ ասելով որ Քրիստոսի այդ վերջին փողը պիտի հնչվի եւ ավարտը պիտի կա եւ Բաբելոնը պիտի կործանվի։ Բաբելոնը եւ իր գուրքը, իր բատկերը, այսօրվա ներկայիս Բաբելոնը, որ դիեզերական պիտի լա, ոչ թե Բաբելոնը, որ Իրաքի մեջ պիտի վերականգնվի եւ քաղաքը պիտի լա, ոչ ալ Բաբելոնը, որ մասնավորապես հadouk երկիրը գրնալալ որ ինչպես որ ասավ 11-րդ գլխուն մեջ հայտնության այդ մեծ քաղաքը Բաբելոնը գսեք որ մեկ ժամվա մեջ պիտի կործանվի եւ այնտեղ գսեք որ այդ հզոր քաղաքը այդ մեծ քաղաքը գսեք որ ուր որ մեր դերը խաչվեցավ Սոդոմ եւ Եգիպտոս կանվան այսինքն այն դերը որ շատեր այսօր կփնտրեն որ Իսրայել գսեն որ եւ կսպասեն որ այնտեղ ինչեր պիտի լա շատ հավանական է որ շատ այդտեղ են ներձակի եւ այնտեղ են նույնիսկ խափե շատ մարդկանց որով հիմա ինչ կփորձեն գործել ամեն գոմ աշխարհին այնտեղ են կոնտրոլ անել անունները կարևոր չէ այսօր այս անցն է վա ուրիշ անց մգլա բայց օրը պիտի կա որ գրնալ որ մեկը հայտնվի որ այս ռոմայական գայսրության եւ հրեական այս գայսրությունները իրարու հետ միանալով փորձեն բոլոր աշխարհը իշխել այս մեկնաբանությունն է մեկ հատ գրնալ ուրիշ ծավով մարմնավորվի բայց զգուշ լանք ներհույսը ոչ մեկ քաղաքականություն ոչ մեկ կրոնք Բացի Հիսուս Քրիստոս եւ իր ճշմարիտ վարդապետությունը, որ Սուրբ Գիրքի մեջ եւ այս հայտնության գիրքի մեջ հայտնության հոգիով եւ իմաստության հոգիով կրնանք զանազանել եւ չխապվիլ, չխեղդվել այս վիշապին, փերանեն, ելած ճուրերեն, որուն սուդերն են, որում միջոցով մեզի գուզե խեղդել եկեղեցին հարսը Իսրայել հոգեվոր իմաստով իր Քրիստոսի մարմինը Դերը մեզի վիդեոքն է, անաբադի մեջ մեզ գերակրե գորիմը, երկնային մանանայով, որ իր խոսքն է, և գանթանի ճուրով, որ սուրբ հոգին է, որում միջոցավ մեզի կյանք կոտավար, պարքը լա Հիսուսի։ Ամեն, շնորհակալ եմ քեզ մե, շնորհակալ եմ ասկան բաշարին, ասկան դերոջը դված իմաստության, շնորհակալ եմ, որ ոչ թե միայն գբացադրես, բայց ամեն ինչ են դեղիակ ես, Շնորհակալ ենք պարզապես ամենուն գոմե քեզի շնորհակալություն կհայտնենք եւ նորեն ինչպես որ Պիտերը ասավ բաց համարները գարտա եւ տուն ինքդ հոգինալ քեզի թող հայտնե ամեն ինչ Շնորհակալ եմ եթե կուզես PowerPoint-ը վերցնել եւ աղոթքով վերջացնենք Պիտեր Այո անպայման Եկեք միասին աղոթենք Սիրելի երկնավոր հայր շնորհակալ ենք որ մեզի ամեն օր ավելի գլուսափանես, գլուսավորես մեր միտքերը քու խոսքիդ ճշմարտության լույսով խավարը դեր կորց չունի եւ չի կրնար քոյադվել այնտեղ որ քու լույսդ կամ այնտեղ որ քու լույսդ որ քու ճշմարտությունը դե որ թունես անցամբ մեր հոգիներու մեջ, մեր սրտերու մեջ թուն այնտեղը մեր հոգին սրտին աթորին վրա նստե եւ թուն եղիր այդ Աստված թուն եղիր այն ինչ որ մենք կբաշտենք, որուն չշեղվինք աճ կամ ցախ, չխապվինք այսօրվա վերջին օրերուն, այս սուդերեն, որ երթալեն ավելի սուդը ընդունվի իբրև ճշմարտություն, կարողանանք զանազանել, կարողանանք ականջ ունենալ լսելու Սուրբ Հոգին ինչ ունի ասելու մեզի եւ Քիտնալով որ թուն շատ մոդ է եւ շուտ է քու երկրորդ վերադարձդ ոչ թե հուսահատվել ոչ թե վախնալ ոչ թե մեր ժամավաճառությունը այլ քիտնալ որ ինչ ցեվով մեր ժամանակը գրնանք կործածել քու նպատակներդ առաջ տանելու շնորհակալ ենք Տեր անոնք որ թեր փրկված չեն գաղութենք որ իրենց այսօր հստակորեն ավետարանին այդ կոչումը իրենց հասնի այսօր այս վարյանից հիմա է ժամանակը ապաշխարության հիմա է ժամանակը թարցի քալու եթե նույնիսկ ուրիշ բան ավելի կպաշտեիր կամ ուրիշ սուտ վարդապետություններով կհետևեիր թարցի քալու ապաշխարելու եւ քեզ ընդունելու եւ փորձելու հոգիները
որով շատ անտիքրիստոսներ կան եւ վերջինն ագուքավոր մենք կարողանանք հրաժարվել այդ բոլորին եւ քեզ հոգիով եւ ճշմարտությունով պաշտել Հայր Որդի եւ Սուրբ Հոգի հալելույա ամեն Ամեն, շնորհակալ ենք եւ բարի շաբաթ կմաղթենք ցեզի, եղեք օրհնված Հիսուսի անունով, ամեն։ ամեն